2 տարի առաջ Գազպրոմը թոշակառուների համար խաղարկություն էր կազմակերպում, նոր տարվա նվեր որպես մասնակցեցի, 50,000 փող ուղարկեցի, իրանց դուր չեկավ, ասեցին մինիմումը պետք է $500 ուղարկեք, ուղարկեցի $500, անցավ ժամանակ, զանգեցին, ասին շահել եք $1,300 դարձել ձեր գումարը, այսքան գումար տվեք, որ ձեր գումարը հետ տանք, դա էլ տվեցի, հետո նորից տվեք, դա էլ տվեցի, այնքան որ դարձավ $1,300, ասեցի չեմ էլ կարող տալ, չտվեցի, որը ժամանակ անց ինձ մի ուրիշ կազմակերպությունից ինձ հետ կապնվեց, ասեց, որ մենք կարող ենք ձեզ օգնել ձեր գումարը ստանալ, այսքան գումար տվեք, տանք, այսքան գումար տվեք տանք, հետո տալու ժամանակ պատահական պարզվեց, ես գիտեի իրանց համար բան եղավ, որ միացրեք հավելվածը ձեր բանկի, տեսնենք որտեղ ուղարկենք այդ գումարը, արդեն դարձել էր 19 միլիոն հայկական դրամ։ Ձեր մտքով չի անցել, որ դա խաբերություն կարող է։ Գիտեք ինչ, ամեն մարդ իր արշինով շրջապատին գնահատում է, քանի որ ես երբեք չէի մտածում, որ կարելի է այդ աշխարհին խաբել։ Ես հավատում էի, ոնց կարելի է այդքան խաբել։ Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ հավելվածը բացեցի ուղիղ իրանց հետ։ Տեսամ, որ հավելվածում գումար ունեմ։ Բանկի հավելվածը ինտերնետով բացեցի ուշադրում են, ասում են ձեր անձնական տվյալները ոչ ոքին մի փոխանցեք, կոդեր են գալիս, կոդեր են ոնց հետ բերենք մեր գումարը 19 միլիոն կորցնելուց հանգիստ նստում ես, ասում ես չես ոչինչ բան չեմ անում, չեմ հավատում ձեզ։ Տեսեք, հիմա դուք եկել եք դատախազության դեմ եք բողոքում։ Ես չէի սպասում։ Եք, չէ, արդեն դիմեք։ Դատախազության դեմ գիտեք ինչու համար եմ բողոքում։ Ես 2 տարի դիմում եմ գրել, որ իմ գործը նայեն, ոչ մի բան չեն անում։ 2 ամիս առաջ այդ Այն 1300-ի ժամանակ գնայիք ոստիկանություն։ Ես 2 ամիս առաջ, ով որ ինձանից ինձ խոստացել էր, որ գումարը պետք է վերադարձնենք։ Ինձ հետ պատահական զանգ եկավ, վերցնեմ, տեսնեմ զանգնա, բայց ինքը չի խոսում։ Գրպանում հեռախոսը միացած էր ուղիղ եթեր։ Ու ես լսեցի, որ Երևան Սիթիում են, եկա դատախազություն, դիմում գրեցի, ասում եմ կարևոր նորություն ունեմ ձեզ հայտնելու, խնդրում եմ ինձ ընդունեք, 2 ամիս, մի ամիս հետո նախագահան, այդ կենտրոնական կոմիտեի քննչական բաժնի նախագահան ուղարկում է քննիչին 10 անգամ զանգում եմ չի պատասխանում, մի ամիս հետո էլ քննիչն է զանգում եւ քննիչի մոտ գնում եմ արդեն այդ հանցագործը խոչեր կանգնելու Երևան Սիթիում սպասել թե 2 ամիս հետո մեր օրգանները երբ պետք է գան այդ ես բան չունեմ ասելու, բայց կարելի է չէ մի քիչ օպերատիվնի աշխատել, ոնց կարելի է այդքան անփույթ վերաբերվել, քիչ գումար չի 100 արդեն դարձել է 192,000, ոնց կարող եմ ես այդքան գումար կորցնել, ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը, ամեն ինչ, մեքենա, գարաժ, ոսկեղե, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել, որ տան, որ իմ գումարը հետ վերադարձնեն, բացի դրանից է բանկերում վարկեր ունեմ ես, թոշակով չեմ կարողանում այդ վարկերը փակել, հիմա էլ ֆրանսիական կազմակերպություն է մի հատ յուրիստ, խոստացել է, որ ինձ վերադարձին այդ գումարը, սա փաստաթղթերը, որ խոսում են, պարկեշտ մարդիկ են թվում, ամեն ինչ։ Որոշեն դիմել դատախազություն, ինչու հենց հիմա։ 2 տարի է դիմել եմ, ինչի հիմա, 2 տարի է, դե հետաքրքրվում են իրանք, զբաղվում են։ Հիմա այսօրվա ակցիան ինչ կփոխվի։ Դե պարոն Կարագոզյանը առաջարկել է, որ նախկին Հայաստանում հայտնաբերվել է խումբ հանցագործների, որոնք այդ գործով են զբաղված։ Լավ, հիմա խո ես այդ գումարը, իրանք մեծ գումար են հայտնաբերել այդ հանցագործների մոտ, հիմա Կարագոզյանը օգնում է, որ այդ հայտնաբերված գումարը ներկայիս տուժվածներին օգնեն, թեկուզ ոչ լրիվ, ինչ որ չափով օգնեն, մինչև հայտնաբերեն այն հանցագործներին, ովքեր
մեզ հետ են կապ ունեցել։ Ես բոլոր փաստաթղթերն ունեմ, հեռախոսահամարներ ունեմ, կոդերը ունեմ, որտեղ եմ ուղարկել, բոլոր տվյալներն ունեմ, բայց չեն անում ոչ մի բան։ Ամեն դեպքում ձեր հույսը չեք կորցնում։ Իհարկե չեմ կորցնում։ Եթե դուք էլ այդքան գումար կորցնեք, չեք կարող հույսներ գալ։ Բանկի կողմից է խաբեության զոհ դարձել։ Չէ, բանկը ինչ կապ ունի։ Բանկային հավելվածի մեջ ես 15 միլիոն քարտից վրա փող, քարտից չէ, հաշվից վրա փող ունեմ։ Իրանք ասեցին, որ այդ պետք է զրոյացնել, մենք քո կաշելոկի մեջ կտեղափոխենք այդ գումարը, քոնը այդ ստացած այդ կորցրած գումարը կվերադարձնենք, հետո դա հետ կբերենք։ Բիթի միջոցով եք։ Չէ, ես հելոբիկ բան չգիտեմ։ Ուղղակի սովորական Գազպրոմը խաղարկություն ասել, այդ Գազպրոմի խաղարկությանը մասնակցել։